Տիմոթեոս թղթում Պողոս առաքյալը ասում է, որ եւ Աստված մարդացավ ու հայտնվեց, եկավ աշխարհ մեզ համար։ Իրոք Աստված վստահ եղեք, որ մեզ հետ է ամեն ժամանակ, որտեղ որ մենք լինենք։ Գիտեք, ուսումնասիրելով որոշ կրոններ, ես տեսնում եմ, որ ոչ միտեղ չի ասվում, որ Աստված մեզ հետ է։ Առանձնացում են արարիչ եւ ստեղծված։ Աստված եւ մարդ։ Աստված ստեղծել է, բայց արարիչը չի կարող իր ստեղծագործության հետ, իր ստեղծած մարդու հետ հաղորդ լինել, որտեղ մարդը այնքան մեղավոր է, այնքան անմաքուր է, որ Սուրբը չի կարող մեղավոր մարդու հետ հաղորդակցվել։ Նա տվել է օրենքներ եւ պահանջում է այդ օրենքները իրականացնել, որպեսզի ունենան փրկություն, եթե ոչ, նրանք գնալու են դժոխք։ Բայց ինչու՞ է տարբերվում մեր Աստված այսօր, տարբերում են նրանով, որ Աստված եւ ստեղծագործություն եւ մարդ, Աստված մարդացավ ինքը, եկավ աշխարհ, եկավ հաղորդակցվելու մարդկության հետ, իր ստեղծագործության հետ, իր ստեղծված մարդու հետ։ Եվ նա չեկավ մի պահի համար, որպեսզի հաղորդ լինի ու գնա եւ բաժանում լինի մարդու եւ Աստծո միջեւ։ Նա ասեց. ես ձեզ հետ եմ մինչեւ աշխարհի վերջը։ Նա մեղավոր մարդու համար ճանապարհ բացեց, որպեսզի մարդկությունը կարողանա իր ստեղծողի հետ հաղորդ լինել։ Դրա համար գին վճարվեց, ոչ թե իմ եւ քո կողմից գինը վճարվեց, այլ գինը վճարվեց նրա կողմից։ Նա եկավ մահացավ խաչի վրա, նայում թափեց մեզ համար, մեր մեղքերի թողության համար, որպեսզի մեզ սրբի, որպեսզի մենք կարողանանք արարչի հետ, որը սուրբ է, հաղորդ լինենք նրա հետ, մինչև մեր կյանքի վերջը եւ հավիտենականության մեջ։ Ինչ հրաշալի Աստված ունենք մենք։ Եվ այն Աստված ասում է, որտեղ 2-3 հոգի հավաքվեն իմ անունով, ես այնտեղ եմ, ես դրանց մեջ եմ, ես դրանց հետ եմ ամեն ժամանակ։ Ոչ թե միայն 2-3 հոգի հավաքվեն, այլ եթե դու մենակել ես, Տերը քեզ հետ է ամենուր։ Ուր էլ որ դու գնաս, որտեղ էլ որ դու լինես, նա քեզ հետ է։ Նա ամեն ժամանակ ուզում է քեզ հետ հաղորդ լինել, ոչ թե միայն աղոթերի ժամանակ, ոչ թե միայն պաշտանուն գալու ժամանակ, ոչ թե միայն գիր կարդալու ժամանակ, այլ ամեն օր քո աշխատանքում կլինես, տանդ կլինես, որտեղ որ կլինես, Տերը ասում է, ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ես քեզ հետ եմ, նա իմ եւ քո հետ է ամեն ուր որ մենք գնանք։ Դրա համար նա դարձավ Էմանուելը, նա դարձավ մարդ, եկավ աշխարհ։ Նա եկավ հաղորդ եղավ մեզ հետ, նա եկավ ինքը իրեն հայտնեց մեզ, որ տեսեք, ես հեռու չեմ, ես մեկը չեմ, որ երկնքում նստած եմ ու այնտեղից ղեկավարում եմ աշխարհը, այնտեղից տեսնում ամեն իրադարձություններ երկրի վրա։ Եվ ըստ իրանց ապրած կյանքեր մարդիկ հաշիվ պիտի տան, այլ ես Աստված եմ ձեզ հետ ընկերակցելու, հաղորդակցվելու, ձեր մեջ լինելու, ձեզ հետ լինելու, հոգալու ձեր կարիքները, բժշկելու ձեզ, ձեր հիվանդություններից, ամեն խնդիրներից, ես ձեզ հետ եմ ամեն ժամանակ։ Հիշում եք Եղիայի աղոթքը, երբ որ Եղիան աղոթք էր բերում եւ այնտեղ մենք տեսնում Բաղի մարգարեները, որոնք աղոթում էին։ Նրանք այնքան ձայները բարձրացրել էին եւ աղաքում էին եւ իրենց մարմիններին վնաս էին պատճառում, հարվածում էին, գոռում էին, գոչում էին եւ Եղիան կանգնած ասում էր. աղաղեցեք, միգուցե ձեր Աստված զբաղված է կամ քնած է արտանա, միգուցե ինչ-որ մի գործողության մեջը չի լսում ձեզի, նրանք ավելի էին աղաղակում։ Նրանք ովքեր որ մտածեն, որ իրենց Աստված հեռվում է, նրանք սկսում են աղաղակել ավելի բարձր, որ ձայնը լսելի լինի։ Բայց Եղիան
Ընդամենը մի պատկանլիս Տիրոջ առջև։ Տեր, որպեսզի այս ժողովուրդը իմանա, որ դու ես կենդանի Աստված, թող կրակ իշտի եւ զոհը այրի, եւ կրակ իջավ եւ զոհը այրեց։ Ուզում ձեզ մի բան ասել։ Աննայի աղոթքը բոլորս գիտենք, առաջի թագավորած գրքում։ Աննայի աղոթքը բոլորս գիտենք։ Աննան ինչպես էր աղոթում։ Իր ներսում մրմնջալով, ցածր ձայնով աղոթում էր։ Ուզում ես աղաչիր։ Ուզում ես ամբողջ կոկորտալի ձայնով աղաչիր, եթե հավատ չկա, պատասխան չի լինի։ Եթե չես վստահում Տիրոջը, պատասխան չի լինի։ Տեր այսօր որտեղ է, որտեղ փնտրում Տիրոջը։ Իր խոսքում, որտեղ է իր խոսքը։ Մեր մեջ է, խոսքը մեր մեջ է, դա նշում է Աստված, որտեղ է, մեր մեջ է Աստված։ Աստված մեզ հետ է ամեն ժամանակ։ Նա երբեք բաժան չի մեզանից, նա ամեն ժամանակ մեզ հետ է։ Նա իմ եւ քո սրտումն է։ Ես ուզում եմ իհարկե սա երբ որ Սուրիկ եղբայրը խոսեց Էմանուելի մասին, այս կարճ բանը դրվեց իմ մեջ ձեզ ասելու համար, որ Էմանուելը մեզ հետ է։ Ներվում չի, նա չեկա մի գործողություն կատարեց երկրի վրա, ցույց տալով թե ով է ինքը, գնաց երկինք, ու ասեց ապրեք ինքնուրույն, ոնց ուզում եք։ Ես ձեզ օրինակ եմ տվել, հետևեք պայք իմ օրենքները, իմ կանոնները, եթե չէ, դուք դատապարտվեք, եթե կարողանաք պայքարել դրա դեմ, կարողանաք հաղթահարել, կարողանաք այդ օրենքներով շարժվել, հələ որ մահանաք էլ մի հատ փորձություններ այնտեղ պիտի անցնեք, մի միջակյալ տարածություն, երբ որ այնտեղ էր լավ գործերով դուք ստեղ ապրած եք այնտեղ նույնիսկ կնայվի կննվի ձեր գործեր նոր թույլ կտա ձեզ երկիր մտնելու։ Մեր Աստված այդպես չի։ Ինչ հրաշալի է, որ մենք ունենք հրաշալի Աստված, որ նա մեզ համար փրկության գին վճարեց, եւ մեզ ասեց հավատա։ Հավատա։ Կապրես դու եւ կապրի ով քո ընտանիքը։ Ես ուզում եմ բժշկության մասին մի քանի բան խոսել, սենը որտեղ սրտումս դրված այսօր աղոթներ անենք։ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներում եւ գյուղերում։ Սա գրված է Մատթեոս ավետարանի 9-րդ գլխի 35 համարում։ Ուսուցանում էր նրանց ժողովարաններում, արքայության ավետարանը քարոզում, ժողովրդի բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկում։ Հիսուսը արքայության ավետարաններ քարոզում բոլորին, ու ինչ էր անում, բժշկում էր հիվանդներին։ Ինչ է արքայության ավետարանը։ Սա է արքայության ավետարանը։ Սա է արքայության ավետարանը, ամբողջական մենք պետք է հավատանք արքայության ավետարանին։ Անիշ որ գրված է նրանում, դա ամբողջական, դա մաս եւ մաս չի առանձին, դա հին եւ նոր կտակարան չի, դա ամբողջություն է, դա մեկ ավետարան է։ Մեկ ավետարան է, արբոլը կոչում է արքայության ավետարանը, որից հետո Հիսուսը իր աշակերտներին պատվիրում է 10 գլուխ առաջին համարի մեջ։ Եվ Հիսուսը իր մոտ կանչեց 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու եւ բոլոր ցավերն ու հիվանդությունները բժշկելու։ Եվ կարդում ենք 10-րդ գլխի մեջ 7-րդ համարում, որտեղ ասում է. Եվ երբ գնաք, քարոզեք ու ասեք, որ երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկեք, մեռելներին հարություն տվեք, բոլորներին մաքրեք եւ դևերին հանեք։ Ձրի առել եք, ձրի երթվեք։ Սա արքայության ավետարանն է, որտեղ մենք տեսնում ենք, որ պետք է քարոզվի արքայության ավետարանը եւ ասել, որ երկնքի արքայությունը մոտեցել է եւ որից հետո հիվանդերին բժշկել է։ Ես ուզում եմ մեկ համարել կարդալ սեներ ձեզ Մարկոս ավետարանի 16-րդ գլխի 15 համարից։ Ապա նրանց ասեց, սա արդեն հարությունից հետո էր։
Սա արդեն վերջի պատվերներ տալիս աշակերտերին գնալ եւ քարոզել ավետարանը։ Եվ այստեղ ասվում է, ապա նրանց ասեց գնացեք ամբողջ աշխարհով մեկ եւ բոլոր արարածներին ավետարանը քարոզեք։ Որ ավետարանը Քրիստոսի ավետարանը, արքայության ավետարանը, ով հավատա եւ մկրտվի կփրկվի, իսկ ով որ չհավատա կդատապարտվի։ Նրանք որոնք կհավատան, այս նշանները կանեն, իմ անունով դևեր կանեն, նոր լեզուներ կխոսեն, ձեռքով օձեր կբռնեն ու եթե որևէ մահացու թույն խմեն, չի վնասի։ Հիվանդների վրա ձեռք կդնեն ու նրանք կառողջանան։ Այստեղ տեսնեք 16-րդ համարի մեջ այն ավետարանը, որ պիտի քարոզվի։ Եվ ասում այդ ավետարին ով որ կհավատա, նա կփրկվի։ Այստեղ փրկվել բառը, երբ որ մենք նայենք կփրկվի, կամ կհավատա, միայն այն չէ, որ հավատալ, որ կա Աստված, ու մենք կփրկվենք։ Գիտեք, որ դևերը հավատում են, որ կա Աստված։ Գիտեք, ամբողջ դժոխքը հավատում է, որ կա Աստված։ Գիտեք, եթե այսօր բնության հետ, կենդանական աշխարհի հետ խոսեինք, նրանք բոլորը կվկային եւ կասեն, որ կա Աստված։ Բայց մեկը կա, որ ասված չկա Աստված, ով է ամբարիշտը։ Ամբարիշտը, որ իր սրտում խորում է եւ ասում է Աստված չկա։ Եվ անում է այն, ինչ որ իր սիրտն է ուզում։ Ինչ որ իր միտքն է իրան թելադրում։ Ինչ որ իր ցանկություններն են անում է այն, ինչպես որ ուզում է, որովհետեւ նա ամբարիշտ է եւ նա ասում է չկա Աստված։ Տեսնող չկա։ Բայց մենք գիտենք, որ Էմանուելը Աստված, որտեղ է ամեն ուր։ Թեև արշալույսի թևեր առնեմ ու գնամ երկրի ծայրերը, անդուտերի խորքերը գնամ, ուր էլ որ գնամ դու այնտեղ ես, ով Աստված, դու ամենուր ես, որտեղ էլ որ գնամ։ Մենք տեսնում ենք, որ Աստված ամենուր է։ Հիմա ամբարիշտ ասեց Աստված չկա եւ անում է այն։ Մենք, երբ որ հավատում ենք Աստված կա, նա մեզ հետ է, նա տեսնում է ամեն բան, մենք մեր անձերի զգուշավորություն ենք անում։ Մեր մտքի մտածմունքները, որտեղ այն Աստված, ոչ թե միայն ֆիզիկապես մեզ հետ է, այլ Աստված մեր մեջ է, գիտի մեր մտքի խորհուրդները, մեր սրտի խորհուրդները, ամեն բան գիտի եւ նրանից ոչինչ ծածուկ բան չկա։ Շատ մարդիկ մտածում են, որ մեղ չեն գործում, իրենք սուրբ են, ոչ։ Սրբություն, դա բերում է անձին, շնչին եւ հոգուն։ Սրբություն պետք է լինի քո մտքերիդ մեջ, քո աչքի տեսածների մեջ եւ ականջիդ լսածների մեջ, բերանիդ խոսքերի, խորհուրդների մեջ, ամեն բան պետք է սրբություն եւ Աստծո խոսքի համապատասխան։ Եվ մենք տեսնում ենք, որ միայն հավատալ Աստված։ Գիտեք, շատ կրոններ են հավատում, բայց իրենք հավատում են, որ Աստված շատ հեռվում է։ Դևերներ են հավատում, բայց չարն են անում, բարին չեն գործում։ Հակառակ են Աստծո օրենքներին եւ ամեն բան անում են հակառակ, ոչ թե միայն իրենք են անում, այլ նրանք նաեւ ազդում են մարդկության վրա, որովհետեւ մարդկությունն է հակառակ գործի Աստծուն նրա օրենքներին։ Հակառակ գործի։ Ամբարշտություն անի Տիրոջ առաջին։ Արդյոք միայն հավատալ, որ Աստված կա, դա բավական է երկին գնալու համար։ Ոչ։ Միայն հավատալ, որ կա Աստված ու գնալ երկինք, ավետարանը հերքում է այդ բանը։ Պետք է դա ինչ արի, գործերով հաստատվեն, ապացուցվի գործերով քո հավատքդ։ Հիմա, ստեղ ասում է կփրկվի։ Արդյոք միայն Աստծուն հավատալը բավական է, որ ես
բժշկվեմ։ Ինձ համար աղոթեն եւ ես լինեմ բժշկված։ Ոչ, ես պիտի հավատամ, որ այն Աստվածը, որ կա, կարող է ինձ բժշկել։ Ու դե փրկությունը դա միայն այն հարցում չի, որ մենք կհայտնվենք երկնքում, այլ այսօր երկիրը շատ բաներից, հիվանդություններից, անեծքից, աղքատությունից, մեղքի եւ մեղքի հետևանքներից, հավիտենական դատաստանից, դժոխքից, այրվող լճից, կրակից, որը կոչվում է երկրորդ մահ, այդ բոլոր բաներից ինչ կանի կփրկվի։ Շատ հավատացյալների ես հարց եմ տալիս, հավատում ես, որ դու փրկված ես, հավատում ես, որ քո մեղքերը քեզ ներված են, հավատում ես, որ դու կարող ես բժշկվել, շատերի կողմից ուսեր են թափ տալիս, շատերը մտածում են, չգիտեմ, չեմ կարող դրան պատասխանել, որոշները ասում են այն ժամանակ պարզ կդառնա, ոչ, ավետարանը արքայության դա չի սովորեցնում։ Ավետարանն ասում է, որ ձեռքեր կդնեք հիվանդների վրա, նրանք կբժշկվեն։ Նաև հիվանդը պետք է հավատա, որ ձեռքը դրվի իր վրա, ինքը կարող է բժշկվել։ ودեսանք Աստծո խոսքի մեջ է այս ամենը։ Աստծո խոսքին համահունչ է այս ամենը։ Որ կարող են իր վրա ձեռք դնել եւ ես կարող եմ բժշկվել։ Ուրեմն իմ Աստծո խոսքը իրականում Աստծո ծառաները, աղոթողները կատարում են Աստծո խոսքը։ Հնազանդվում են Աստծո խոսքին եւ աղոթում են եւ ես կբժշկվեմ։ Աղոթողը պիտի հավատա, որ ինքը ձեռքը դնի, որտեղ Աստծո խոսքը արքայության ավետարանն ասում, ձեռքերը դրեք հիվանդների վրա եւ հիվանդները ինչ կարող են լինել, կբժշկվեն հիվանդները։ Պետք է հավատալ Աստծո արքայության ավետարանի ամբողջականությանը։ Պետք է հավատալ, որտեղ առանց հավատքի չի կարող ոչինչ տեղի ունենալ։ Որովհետև Աստծուն պետք է հավատալ եւ իր գրվածքին ու ասածներին։ Աստված մեզ հետ է նաեւ, որպեսզի հիվանդները բժշկվեն։ Ոսի կուրները տեսնեն ու կաղերը քայլեն, բրոտները մաքրեն ու մեռելները հարություն առնեն։ Նա մեզ հետ է փրկելու մեզ եւ մեր միջոցով փրկելու մարդկանց։ Նա օգնում է մեզ, որպեսզի մենք կարողանանք ամբողջական մարդկության ավետարանը հասնել կորսվածներին։ Եվ ինչու՞ չէ, նաեւ շատ անգամ արդարներին քարոզել, արդարներին հաստատել, արդարներին բարձրացնել, փրկվածներին ավելի հույսով ներշնչել, հավատքով, որպեսզի մարդիկ իրաց մոտ անդադ թարմացնեն դա, անդադ նորոգեն իրաց մեջ աստվածապաշտությունը։ Այստեղ մենք տեսնում ենք 10-րդ գլխի մեջ Մատթեոս ավետարանը եւ ասել գնացեք արքայության ավետարանը քարոզեք եւ բժշկեք ու ազատագրեք, հարություն տվեք, մաքրեք բոլորներին։ Սա Աստծո խոսքն է, որ ասված է մեզ եւ այսօր մենք դա իրականացնում ենք Աստծո խոսքի համաձայն։ Որոշները մտածում են, որ այս ավետարանը այսօր չի գործում այնպես, ինչպես որ առաջին դարում էր։ Առաջին դարում ամեն բան վերջացավ առաքյալների մահով։ Ոչ, ինչպես Աստված է երեք այսօր եւ հավիտյան նույնը, այնպես նրա խոսքն է երեք այսօր եւ հավիտյան գործում։ Իր խոսքը գործում է ամեն ժամանակների մեջ։ Բայց մեզ պետք է ինչ անել, հավատալ ամբողջությամբ արքայության ավետարանին։ Ուրեմն մենք տեսնում ենք, միայն բավական չէ հավատալ, որ կա Աստված։ Միայն բավական չէ սա, այլ մենք ամբողջական ավետարանին ենք հավատում։ Այնիշ որ գրված է։ Այդ ժամանակը, որ հավատքը գործում է, այդ ժամանակը, որ հավատքը դառնում է գործողություն մարդկանց մեջ,
Եվ մարդիկ բժշկվում են, մարդիկ ազատագրվում են, կուրերը տեսնում են, կաղերը քայլում են, մեռելները հարություն են առնում։ Մեղավորները դարձի են գալիս ու ազատագրում են իրենց մեղքերից եւ մեղքի հետևանքներից։ Այսօր շատերը մտածում են, որ ինչու են այս բաները կատարում մեր կյանքի մեջ, չէ՞ որ մենք անեսքի տակ չենք։ Սիրեր, Արքայության ավետարանը ասում է նաև, այնիշ որ կարող է պատահել ամբարիշտի հետ, կարող է եւ ում հետ պատահել, արդարի հետ, սա չի որոշում դու անիցիալ ես անեսքի տակ ես թե չէ։ Սա չի նշանակում։ Դու անեսքից մեկը միշտ ազատագրված ես Աստծո խոսքի համաձայն, որովհետև նա անեցք դարձավ մեզ համար, որպես այսօր ես եւ դու ազատ լինենք անեսքից եւ անեսքը մեր վրա չունենա ոչ մի ազդեցություն։ Որպես անեսքի հետևանքները մեր կյանքում չգործեն։ Դեռ իրավիճակը չի խոսում այն մասին, որ անեսքը քո կյանքում գործում է։ Ոչ, իրավիճակները մեր կյանքում տեղի ունեցող մեզ ավելի են հավատքի մեզ զորացնում, ավելի են ամրապնդում, ավելի են ձգում դեպի Աստծուն։ Որպես մենք մոտենանք Աստծուն։ Ես գասեմ ավարտական մոտ դեպի աղոտ կանենք։ Երեխան իր հայրիկի հետ քայլում է։ Եվ հարց է տալիս հայրիկին, հայրիկ, Աստված ինչքան մեծ է։ Ինչքան են նրա չափերը, ինչքան մեծ է Աստված։ Եվ այդ ժամանակ տեսնում եմ մի ինքնաթիռ, որը երկնքում սավառնում է, գնում է երկնքով։ Շատ հեռու է լինում։ Եվ ասում է, որտես տեսնում եսին, ասում է, որ է այն փոքրիկ օբյեկտը երկնքում թռչող։ Ասում է, այո, այդքան փոքր Աստված։ Հայրիկը վերցնում է տղային ձեռքից ու գնում է օդանավակայան։ Գնում է օդանավակայան եւ ցույց է տալիս ինքնաթիռին։ Ասում է, տղաս, այն օբյեկտը, որ դու երկնքում տեսար, այս է։ Ինչքան մեծ է։ Հայրիկն ասում է, այո, դա կախված է, թե դու որքան մոտ ես օբյեկտին։ Եթե դու Աստծուն մոտ չես, Աստված քեզանց հեռու է եւ շատ փոքր է։ Բայց երբ որ դու մոտենում ես Աստծուն, Աստծո մեծությունը քեզ ավելի է բացում։ Ավելի ես հասկանում նրա մեծությունը, որ երկինքները չեն կարող նրան պարունակել։ Այս ամենը, որ մենք տեսնում ենք, նրանք Աստծո ձեռքերի մեջ են։ Աստծո ձեռքերի գործն են։ Եթե փորձենք Աստծո մեծությունը տեսնենք, ապա մենք այնքան պետք է խորանանք Աստվածաշնչի մեջ Արքայության ավետարանի, որքան մենք սուզվենք, նրա խորությունները կտեսնենք։ Նրա բարձրությունները կտեսնենք։ Նա երկարություններ ու լայնությունները կտեսնենք, որքան որ մենք խորանանք Աստծո խոսքի մեջ։ Մոտեցեք Աստծուն։ Աստված ձեզանից տարածություն չի պահում, Աստված թույլ է տալիս մոտենալ իրեն։ Մարդիկ ասում են, եթե մենք մոտենանք արեգակին, արեգակը մեզի կայրի։ Բայց եթե մենք մոտենանք արեգակի ստեղծողին, Աստված մեզ կջերմացնի ավելին։ Ավելի կյանքով կլցնի մեզի, մոտենանք Աստծուն, մոտենանք արեգակի ստեղծողին, մի վախեցիր մոտենալ, նա թույլ է տալիս, նա ճանապարհ է բացել, նա իր կյանքն է դրել, որովհետեւ մենք մոտենանք Աստծուն, ոչ թե Աստծուն մի հեռավոր տարածության, որտեղ է Աստված, որտեղ ես դու, Աստված ողորմություն արա, ոչ։ Ընկիր նրա առջև, նրա ներկայությամբ ու սիրտ առ սիրտ խոսիր նրա հետ։ Սիրտ առ սիրտ բացվիր նրա հետ։ Նա ուզում է հանդիպել քեզ։ Նա չի ուզում հեռու լինել քեզանից։ Նա ուզում է քեզ հետ լինել ամեն ժամանակ։ Երկնավոր Հայր, աղոթում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որպեսզի այս պահին դու Տեր այցելես քո ժողովրդին։
Մենք քո կարիքն ունենք Աստվածին, մենք քեզ ճանաչելու կարիք ունենք, քեզ հետ հաղորդակցվելու, տուր մեզ Տեր միտք և հասկացողություն, որպեսզի մենք կարող լինենք մոտենալ քեզ Տեր, դու այնքան մոտ ես, բայց մենք այնքան հեռու ենք տեսնում քեզ, բայց դու այնքան մոտ ես, որ մենք չենք կարողանում հասկանալ դա, դու եկար մեր մեջ, զուլվեցիր մեզ հետ, մեկացար մեզ հետ, մեկ մարմին լինելով, որսի մենք ավելի կարող լինենք հասկանալ քո մեծությունը, քո սերն ու անսահմանությունը, Տեր ջան, այցելիր մեզի, մենք կարիք ունենք դրա, Աստվածին, քո ձեռքդ երկարիր հզոր, քո ժողովրդին բժշկելու և ազատագրելու հայրին, ձեռքդ երկարի Տեր, որպեսզի մենք կարողանանք Տեր ճանաչել քեզ, որ դու մեզ որբ չես թողել, այո կարող է Տեր ծնողը թողել իր զավակին, հարազատները թողել, եղբայրն ու քույրերը Տեր, բայց դու երբեք չես թողնում, քեզ ուսացողներին, քեզ ապավինողներին, քեզ հավատացողներին Տեր, դու նրանց հետ ես մինչև վերջ, ձեռքդ երկարիր Աստվածին, եկեղեցին քո կարիքն ունի, այսօր ժամանակն է Տեր, որպեսզի Տեր մենք կարողանանք արարիչ մեր քեզ հետ ապրել, քո հովանի տակ, քո ծածկոցի տակ, որտեղ այնտեղ է մեր ապահովությունն ու կյանքը, այնտեղ է սկիզբ առնում Տեր քո ավետարանի ամբողջական իրականացումը մեր կյանքում, ձեռքդ երկարիր Աստվածին, մենք կարիք ունենք դրա, դու բժշկող Աստված ես, այո Սուրբ Գիրքդ ասում է Տեր, ով որ հավատա կփրկվի, և մկրտությունը դա հաստատությունն է հավատքի, այո Տեր, որպեսզի այսօր մենք հավատանք, ոչ թե միայն դու գաս, այլ դու քո խոսքի հետևում կանգնած ես այն իրականացնելու համար մեր կյանքում, այսօրվանից թող մի նոր սկիզբ սկսի եկեղեցու մեջ, զորությունով ու իշխանությունով, հավատքով Տեր, թող Տեր հիվանդները բժշկվեն, կավերը քայլեն, քույրերը տեսնեն, բորոտները մաքրվեն, մեռելները հարություն առնեն Աստվածին, խնդրում եմ Տեր, արա քո հրաշքդ, եթե ինչ-որ մի բաներ գործված են Տեր, որ քո ձեռքը Տեր չի հասնում Տեր, թույլ չենք տալիս Տեր, ներին մեզ, բացի մեզ Տեր, որպեսզի մենք ապաշխարենք, հրաժարվենք Տեր Աստված, որտեղ քո ձեռքը չի կարճացել ողորմություն անելուց Աստվածին, դու երկարել ես և դու կամենում ես, դու ցանկանում ես, որ հիվանդը բժշկված լինի, մենք ցանկանում ենք, որ հիվանդը բժշկված լինի Տեր, ապա խնդրում եմ մեր մեջ դիր հավատ զորությունով գործելու Տեր, աղոթելու հիվանդների համար, բժշկելու հիվանդների Հիսուսի անունով,